Մարիա հեռուստասերիալում Մարիայի ու Դավիթի ամուսնությունը տեղի է ունենում ուրախ մթնոլորտում, բայց բոլորի ժպիտների հետևում թաքնված է լարվածություն։ Առաջիկա դատավարությունը կախված է օդում, ինչպես սուրը Դամոկլեսի գլխավերևում։ Մարիան ու Դավիթը երջանիկ են, սակայն վախը սրտում է նստած, հատկապես Մարիայի մեջ։ Նա գիտի, թե ինչ գին կարող է ունենալ այդ երջանկությունը։ Հաջորդ առավոտյան Մարիան այցելում է իր ընտանիքին։ Տատիկն ու նոնան ամեն կերպ փորձում են մխիթարել նրան, բայց Մարիան չի կարողանում թաքցնել իր անքուն գիշերների հետևանքը։ Նրա աչքերում հստակ գրված է վախ, տագնապ և անվերջ հույս։ Ու հանկարծ նա հեռանում է տանից առանց որևէ բացատրության։ Մյուս կողմում Դավիթը ներկայանում է քննիչ Խաչատրյանի մոտ, բայց դրան մոտ անսպասելի հանդիպում է Սոֆյային։ Հանդիպումը պայթյունավտանգ է։ Սոֆյան լի ատելությամբ ու հուսահատությամբ, նաև չարությամբ գազազած հարձակվում է Դավիթի վրա։ Նա մեղադրում է Դավիթին իր ընտանիքը քանդելու ու Արտակի կյանքը խլելու մեջ։ Հուզական պահին անգամ հրում է Դավիթին, իսկ Դավիթը թափով լցված փորձում է զսպել իրեն, բայց զգուշացնում է Սոֆյային՝ հանդարտվիր, քանի դեռ հիշում եմ, որ դու կին ես։ Մինչ այդ տատիկն ու նոնան անհանգստանում են, Մարիան անհետացել է առանց զգուշացնելու։ Հեռախոսը չի պատասխանում, իսկ Մարիան նա գնում է Ռաֆի տուն, բայց Ռաֆին չի փնտրում։ Նա հանդիպում է Ալլային։ Սա մարտահրավեր է։ Մարիան պատրաստ է կանգնել ճշմարտության առաջ, թեկուզ մենակ։ Նա խոսում է հստակ ու բաց։ Ալլային ասում է, որ բոլորը գիտեն, որ Արտակի կյանքը խլել է հենց Ռաֆը, որ Ռաֆը մարդասպան է։ Եվ հիմա, երբ դատավարությունը շեմին է, ժամանակը չի ներելու ոչ մի լռություն։ Ալան զարմանում է, ապշած լսում է ամեն բառ, բայց փորձում է պահել արտաքին հանգստություն։ Նրա ներսում սակայն փոթորիկ է սկսվում։ Եթե Մարիան արդեն խոսում է այսպես, ինչ գիտեն ապա ոստիկանները այդ դեպքում։ Կփրկի արդյոք Ալլան իր որդուն հերթական անգամ, թե կխոստովանի Մարիային, որ այո, իրոք Ռաֆն է սպանել Արտակին։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում, ինչպես նաև բաց չթողնեք մեր տեսանյութերը մշտապես տեղեկանալու համար հայկական սերիալների առաջիկա զարգացումների մասին։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Ունեն ասելի հո անտեր չես։ Ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունեմ։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Ինձ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղեք չեմ կամ տեղի։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ինքի մորնակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքը։ Ռեյսար։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանումը էլի։ Անիմաս գովազդն եմ։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես սպասում եմ, երբ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բանը ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամի, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։
Մենք ֆիլտրով ենք story անում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10-ը, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայրությամբ պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով աստվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փողա պետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ին, ցերեկը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, լավ 3 ժամը։ Շատ չէ, քիչ քանը որ։ Նորմալ։ Իսկ Մարիա ջանս արդարա, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ի՞նչ ձև է։ Ողովուրդ ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for love drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կյանք կարող է Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հերոստասերիալի։ Ես ու Թամարիկը sense բարի ադրացիական հարաբերություններով Ես կասեի սիրով։ Սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հերոստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինք շատ լավ մամա է։ Ստեն դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։ Սիրում ես ինձ։ Հա? Բախ ես ինձ այդքան լացացնում։ Ոնց որ սենց ուղղ են գնում։ Ոնց են գնում։ Ճանապարհին